Բարև ձեզ, եթերում չեմպիոնի հետն է։ Մենք կրկին Վաղարշապատի համալիր մարզադպրոցում ենք, իսկ դա նշանակում է, որ այստեղ կրկին չեմպիոն կա։ Բուլղարիայում կայացած Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունում Ջանես Նազարյանը պարզապես փայլեց։ Նա առանց միավոր տալու հաղթեց բոլոր մրցակիցներին ու հռչակվեց չեմպիոն։ Ջանես նախ շնորհավոր Եվրոպայի առաջնության ոսկե մեդալ նվաճելու կապակցությամբ Եվրոպայի առաջնությունում 37 միավոր վաստակեցիր, հաղթեցիր բոլոր գոտեմարտերում 5 գոտեմարտ եւ 0 միավոր մրցակիցներին։ Արդյոք սպասում էիր նման արդյունքի, ինչը օգնեց քեզ նման փառահեղ արդյունք գրանցելու համար։ Նման արդյունքը իմ նպատակը չէր, դուրս է եկել գորգ ուղղակի հաղթելու համար, կախված նրանից թե քանի միավոր կվերցնեի, թե քանի միավոր կտայի, բայց փառք Աստծո արդյունքը լավ եղավ, ես գոհ եմ արդյունքից, մարզիչները նույնպես։ Որն է այս հաջողության գրավականը։ Դու նաև մինչև 17 տարեկանների աշխարհի չեմպիոն ես ու եթե չեմ սխալվում, աշխարհի առաջնությունում էլ առանց միավոր տալու հաղթեցիր բոլոր մրցակիցներին։ Ինչն է քեզ օգնում այսքան վստահ լինել գորգում։ Կարգապահությունը, անընդհատ աշխատանքը եւ գործին լուրջ մոտեցում ցույց տալը։ Եվրոպայի առաջնությունում այսուհանդերձ մի փոքր բար ստացվեց առաջի գոտեմարտը ռումինացի մարզիկի հետ եւ վերջին գոտեմարտը եզրափակիչում վրացի մարզիկի հետ։ Խնդրեմ ինքդ մեկնաբանես։ Կարծում եմ բոլոր սպորտսմենների մոտ այդպես, եթե ոչ բոլոր, ապա մեծամասնության մոտ այդպես, որ առաջի գոտեմարտն է դժվար լինում հիմնականում եւ իհարկե եզրափակիչը, որովհետեւ լարվածությունը համեմատաբար շատ ավելի է եւ ռիսկային գործոնները ավելի շատ են։ Ջանես, որքանով քեզ վստահություն տվեց քո թիմակիցների, ձեր մարզադպրոցի սաների հաջողությունները, խոսքը գնում է Գասպարի եւ Սուրենի մասին։ Փոքրուց ես նայել եմ իրենց անցած ճանապարհը եւ ոգևորվել եմ դրանից եւ երբ իրենք մեդալներ են բերում միջազգային մրցույթներից եւ մենք շնորհավորում ենք իրենց, այդ իմ համար եւս մոտիվացիա էր, որ ինձ նույնպես շնորհավորեն, ես նույնպես ունենամ իրենց արդյունքները։ Ջանես, միշտ պետք է սովորել, անգամ չեմպիոն դառնալուց հետո, գիտեմ, որ ինքդ էլ դրա մասին լավ տեղյակ ես։ Եվրոպայի առաջնությունում չեմպիոն դարձար, 37 միավոր վաստակեցիր, մրցակիցներին ոչինչ չտվեցիր։ Այսուհանդերձ կա գոտեմարտ, որը կրկնելու դեպքում այլ բան կանեիր։ Կարծում եմ որոշ հնարքներ սխալ արեցի, ավելի ճիշտ կլիներ, որ ավելի լավ աշխատած լինեի դրանց վրա եւ ավելի ճիշտ կատարեի, բայց ընդհանուր արդյունքը լավ էր իմ կարծիքով։ Օրինակ եզրափակիչում վրացի մարզիկի հետ սխալ հնարքս կատարեցի, կուզեի ավելի ճիշտ կատարեի եւ իմ եւ մարզիչիս աշխատած ձևով կատարեի այդ հնարքը։ Շատ մարզիկներ հաղթանակից հետո խոսում են զոհողությունների, զրկանքների մասին։ Դու այս ընթացքում աշխարհի չեմպիոն դառնալուց առաջ, նաեւ Եվրոպայի առաջնությունից առաջ ինչպիսի զրկանքներ ես կրել։ Կարծում եմ բոլոր կարգապահ սպորտսմենները կրում են այդ զրկանքները։ Ես շատ եմ բացակայել իմ ընկերական շրջապատից, հարազատներից եւ այլ բոլոր տեղերից կարելի ասել, որովհետեւ սպորտը կարգապահություն է սիրում, ինչպես ասում են, եւ դրա պատճառով շատ բաներից պետք է քեզ զրկես։ Ջանես, Մշամարտի միջազգային ֆեդերացիայի վարկածով դու մայիս ամսվա լավագույն ըմբիշն ես։ Ինչ կարևորություն ես տալիս սրան։ Հպարտության ակնթարթ, որը կանցնի ու կգնա, պատասխանատվություն, թե մեկ այլ բան։ Սա եւ ուրախություն էր եւ պատասխանատվություն իմ համար, քանի որ կարծում եմ բոլորն կցանկանային ճանաչվեն լավագույնը, բայց նաեւ պատասխանատվություն է իմ համար, որովհետեւ պետք է կրկնեմ արդյունքը, պետք է ավելի լավից դրսևորեմ, քանի որ արդեն մեծ արդյունքներ ենք սպասում։ Հիմա 17 տարեկան ես, մի քանի տարի հետո կարծում եմ նաեւ քաշդ կբարձրանա 71-ից հավանաբար կգաս 77 կիլոգրամ քաշային կարգ։ Այստեղ արդեն լուրջ մրցակցություն է քեզ սպասում Հայաստանում, մենք ունենք բազմաթիվ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ այս քաշային կարգում։ Չես վախենում մրցակցությունից։ Կարծում եմ դեռ շուտ է խոսել մեծերի մասին մրցակցության հետ, բայց եթե մրցակցություն լինի, չեմ վախենում, որովհետև պետք է լավագույնին հաղթես, որ դու դառնաս լավագույնը, քանի որ եթե ուժեղներին չհաղթես, դու չես կարող հռչակվել ուժեղագույնը։ Ջանես, առջևում նաև աշխարհի առաջնություն է ու այն էլ Բաքվում։ Մտովի պատրաստվում ես ու եթե հնարավորություն ընձեռվի, կգնաս։ Եթե հնարավորություն ընձեռվի, իհարկե ես պատրաստ եմ գնալու, պետք է ավելի լավ մարզվեմ իմ մաքսիմալի չափով, քանի որ շատ պատասխանատվություն կա այդ ամենի մեջ ու միայն աշխարհի առաջնություն չի, սա արդեն ազգի պատվի հարց է։ Աստված առաջ, եթե մասնակցեմ, կփորձեմ լավագույնս ներկայանալ։
Եթե մի քանի տարի անց կրկին հանդիպենք, ապա ինչ տիտղոսներով կուզես ներկայանաս Կենտրոն հեռուստաընկերության հեռուստադիտողին։ Ինչքան էլ U17-ում հաջողությունները շատ լավ են եւ նույնպես իմ երազանքներից են եղել, բայց իմ այսպես ասած ամենանվիրական երազանքն է եղել մեծահասակների մեջ մեդալներ ունենալը ու ավելի շատ ցանկացել եմ ունենալ աշխարհի ոսկի եւ օլիմպիական ոսկի, կարծում եմ բոլոր սպորտսմեններն էլ երազում են դրա մասին։ Ես կուզեմ այդպես ներկայանալ հեռուստադիտողին։ Դե ինչ Ջան, շնորհակալություն։ Գալ այս մարզադահլիճ ու չզրուցել Սուրեն Աղաջանյանի հետ պարզապես չէ լինի։ Նա Եվրոպայի միջև 23 տարեկանների չեմպիոնն է, նաև մեծահասակների Եվրոպայի առաջնության հայտնությունը։ Սուրեն, Եվրոպայի մեծահասակների առաջնությունը քո այս տարվա ամենակարևոր մրցաշալերից մեկն էր, դու էլ Եվրոպայի առաջնությունում փայլուն մրցելույթներ ունեցար ու նույնիսկ շատ մոտ էիր չեմպիոնության։ Ինչը չստացվեց։ Ինչպես արդեն նշել էի անցած Եվրոպայի առաջնությունից հետո, մեծահասակները ավելի շատ տարբերվում են նրանով, որ այնտեղ ամենափոքր սխալն էլ անգամ կարա ճակատագրական լինի ու այս դեպքում ի տարբերություն 23-ների, որ այնտեղ բաց թողեցի եւ կարողացա հետ բերել, այս անգամ այդ մի սխալը շատ վատ անդրադարձավ եւ մինչեւ գոտեմարտի վերջը չհասցրեցի հետ բերել եւ ցավալի հավասար հաշվով զիջեցի մրցաշարից։ Իսկ ո՞րն էր այդ սխալը։ Իմ կարծիքով այդ սխալը այն էր, որ ուժերս փոքր-ինչ սխալ էի բաշխել եւ ժամանակից շուտ հոգնեցի, ինչն էլ արդեն շատ դժվարացրեց, ծանրացրեց գոտեմարտի ընթացքը եւ այլևս չկարողացա միավոր վաստակել նրանից։ Դու Եվրոպայի առաջնության հայտնությունն էիր։ Ինչն էր քեզ այնտեղ մղում առաջ, ինչ տարբերություն կար մինչև 23-ների ու նաև մեծահասակների միջև։ Դե գլխավոր տարբերությունը իհարկե փորձն էր, այնտեղ մրցակիցներս այդքան փորձառու չէին, ինչքան մեծահասակներինը, եւ չեմ կարող չնշել նաև ֆիզիկական պատրաստվածությունը, որ մեծահասակներում շատ ավելի ֆիզիկապես ուժեղ են բոլոր հակառակորդներս։ Սուրեն, առջևում մաշինանկայանալիք երկու աշխարհի առաջնություններ են՝ մինչև 23 տարեկանների եւ մեծահասակների։ Մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում շանսերը ավելի մեծ կլինեն։ Եվ մեծահասակների առաջնությունում գայթակղությունը մեծահասակներից տուգատեսում հանդես գալն է։ Ճանապարհը քեզ ուր է տանում։ Մենք դեռ պետք է մասնակցենք մինչև աշխարհի առաջնությունը նախընտրական մրցաշարին, որտեղ պետք է մրցեմ մեր տղաներից մեկի հետ, այնտեղ արդեն պարզ կլինի, էլի, եթե շանս ունենամ մեծահասակներին մասնակցելու, Աստված առաջ, միանշանակ կընտրեմ մեծահասակների աշխարհի առաջնությունը, իսկ եթե ինչ-որ բան այն չլինի, 23-ների աշխարհի առաջնությանը կմասնակցենք։ Դե ինչ, քեզնից ոսկե դուբլ ենք սպասում մրցաշրջան 2026-ում, որտեղ կլինի Աստված առաջ ու կտեսնենք։